Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք մի փոքր ձեր քարտեզից, այսինքն ավելի շատ Յուպիտերից, թե որտեղ է գտնվում այն։ Շատերը չգիտեն իրենց քարտեզը, չգիտեն իրենց ծննդյան ժամը եւ այդպիսով էլ չեն հասկանում, թե որ մոլորակը որտեղ է գտնվում, իսկ ես հիմա ձեզ կօգնեմ այդ հարցում։ Կնշեմ տարեթվեր, ամսաթվեր, եթե դուք ծնվել եք այդ ամսաթվերին կամ այդ տարվան, ապա Յուպիտերը գտնվում է ձեր խոյ նշանում։ Ես առանձին պապկա կստեղծեմ եւ այնտեղ կտեղադրեմ բոլոր Յուպիտերի մասին, Յուպիտերը ըստ նշանների, եւ դուք կարող եք գտնել ձերը։ Յուրաքանչյուր անգամ դուք նայելով այս ամսաթվերին, դուք կարող եք հասկանալ հաջորդը ձերն է լինելու, թե ոչ։ Որովհետև Յուպիտերը ամեն մի նշանում մնում է 1 տարի, եւ եթե իմ նշած տարվա մեջ ձերը չի, միգուցե հաջորդ տարին իհարկե արդեն այդ օրվանից սկսված ձերը կլինի։ Այնպես որ բոլորին է կլինի, եթե ընթացքում էլ տեսանյութեր կլինեն ալիքում, ապա դուք կարող եք փնտրել այդ ալբոմը եւ այնտեղ նայել ձեր նշանը։ Հնարավոր է մի փոքր ուշուշ տեղադրվի, բայց ամենայն դեպս բոլորին է կտեղադրեմ։ Եվ այսպես սկսենք տարիներից, ովքեր որ ծնվել են այս տարիներին անընդհատ չնշեմ եւ այս ամսից այս ամիսը։ 1939 թվականի մայիսի 11-ից մինչև հոկտեմբերի 30-ը, 1940 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև մայիսի 16-ը, 1951 թվականի ապրիլի 22-ից մինչև 1952 թվականը ապրիլի 28-ը, 1963 թվականի ապրիլի 5-ից մինչև 1964 թվականը ապրիլի 12-ը, 1975 թվականի մարտի 19-ից մինչև 1976 թվականի մարտի 26-ը, 1987 թվականի մարտի 3-ից մինչև 1988 թվականը մարտի 8-ը, 1999 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ը, հետո դե ինքը հետադարձ է լինում, հետո կրկին ուղղահայաց է լինում, այդ ժամանակ արդեն հոկտեմբերի 24-ից մինչև 2000 թվականի փետրվարի 14-ը։ Եթե ձեր ծննդյան ամսաթիվը ընկնում է այդ իմ նշած ամսաթվից մյուս ամսաթիվը, ապա Յուպիտերը գտնվում է ձեր խոյ նշանում։ 2010 թվականի հունվարի 7-ից մինչև սեպտեմբերի 9-ը, 2011 թվականի հունվարի 23-ից մինչև հունիսի 4-ը, եւ վերջին ամսաթիվը 2022 թվականի մայիսի 11-ից մինչև հոկտեմբերի 28-ը, եւ հետո դեկտեմբերի 21-ից մինչև 2023 թվականի մայիսի 16-ը։ Չեմ նշում ումն է հետադարձ, որովհետև ճիշտ է, դա եւս կարեւոր է, որովհետև հետադարձ ժամանակ ինքը մի փոքր ավելի թույլ է, դրա համար կարող է ձեր հաջողությունը ոնց որ ավելի թույլ լինել, ավելի քիչ լինել, բայց ամենայն դեպս Յուպիտերը մնում է Յուպիտեր, ինքը հզոր մոլորակ է, մեծ մոլորակ է, եւ պետք է հասկանաք ինչքան ամեն ինչը մեծացնում է եւ լավը եւ վատը։ Դրա համար այն բնավորության գծերը, որոնք որ ես կասեմ, Յուպիտերը հնարավոր է մեծացնի եւ նաեւ եթե վատնի, ապա դա եւս մեծացնի, Արդեն մնացածը ձեզանից է կախված, ոչ թե Յուպիտերից կամ խոյ նշանից։ Հուսով եմ այս իմ տեսանյութերով ձեզ մի փոքր կօգնեմ, որովհետև եթե դուք չգիտեք ձեր քարտեզը, դուք պետք է գնաք հատուկ մասնագետի մոտ, աստղաբանի մոտ, ինչպես որ ես եմ, եւ դիմեք հատուկ, թե որտեղ է գտնվում այս կամ այն մոլորակը։ Միգուցե նաեւ մնացածի մասին էլ խոսեմ, ձեր կյանքը հեշտացնեմ։ Մի փոքր նաեւ եւ խորհուրդ է սա, եւ թե դուք ինչպիսին եք, որովհետև սա ձեր քարտեզն է, ձեր կյանքն է, թե դուք ինչպիսին եք, թե ինչ է սպասվելու, դա լինում է արդեն հետո, դա մեկ այլ քարտեզ է, այսինքն ձեր քարտեզին գումարվում է եւս մեկ այլ քարտեզ, իսկ այն ինչպիսին որ դուք եք, կամ ձեր հարազատները, կամ ձեր երեխան որ ծնվել է,
ինչպիսին է, որովհետև 2010 թվականից արդեն երեխաներ են, 2022-ին առավել ևս, դուք իմանաք, թե ձեր երեխաները ինչպիսին են, եւ դուք ճիշտ ուղղության վրա կդնեք, որովհետև խոյը դա հենց ամենաառաջին նշանն է, պլյուս ինքը մարտիկ է, ինքը միշտ առաջ է գնում, սիրում է առաջ գնալ։ Եվ խոյը նաև ունի շատ վատ գծեր, որը եւս եթե իր մեջ մտնի զարգանա, ապա դա կարող է շատ լինել։ Մարդկանց համար տհաճ լինել ինչ որ չափով։ Ոնց որ անընդհատ մեղադրի, անընդհատ փնփնթա, անընդհատ եւ այլն, շատ կլինի, որովհետեւ էներգիան վատնելու տեղ չունենա։ Անընդհատ այստեղ այնտեղ կարող է բամբասել, կարող է նաեւ դա փորձել մարդկանց անընդհատ վնասել կամ որ միշտ ես ասում եմ օցեր կան, հա, նմանատիպ կյանք սկսի վարել։ Դրա համար դուք ինքներդ պետք է կարողանաք ճիշտ երեխային ուղղություն տալ, այնինչ բնավորության գծերը, որ ես կասեմ։ Ընդհանրապես ես կխոսեմ եւ կանանց մասին, եւ տղամարդկանց մասին։ Եվ այսպիսով նա ձեզ լցնում է ոգևորությամբ, լավատեսությամբ, առաջնորդի ցանկությամբ եւ նոր նվաճումներով։ Ես առհասարակ գրել եմ երրորդ դեմքով, այնպես որ երրորդ դեմքը դա ովքեր որ ծնվել են դուք եք։ Իրենք աներևակայելի պայծառ եւ գրավիչ մարդիկ են։ Ծննդյան օրվանից նրանք իրենց համարում են առաջնորդներ, լի էներգիայով եւ նոր գաղափարներով, որոնք ցանկանում են կյանքի կոչել։ Այս դիրքն ունեցող մարդիկ համարձակ են, համառորեն հետապնդում են իրենց նպատակներին, միշտ պատրաստ են ռիսկի դիմել եւ միևնույն ժամանակ բավականին ընդունակ են ոգեշնչելու ուրիշներին, մեծ բաների հասնելու համար։ Նրանք հաճախ դառնում են իրենց ոլորտում գերազանցներ, եւ նրանց կյանքի ուղին լի է հետաքրքիր իրադարձություններով, անսպասելի շրջադարձերով եւ ուշագրավ նվաճումներով։ Այս դիրքում գտնվող Յուպիտերը ինքնավստահություն է հաղորդում, ինչը միշտ օգնում է ձեզ հաղթահարել կյանքի բոլոր մարտահրավերները։ Այս դիրքն ունեցող մարդիկ սովոր են հավատալ, որ աշխարհը լի է հնարավորություններով, որոնք պարզապես պետք է ճանաչել եւ օգտագործել։ Նրանք լիովին համոզված են, որ յուրաքանչյուր մարդ իր ճակատագրի իրական ստեղծողն է եւ բավարար ջանքերի շնորհիվ կարող է հասնել ցանկացած բարձրունքի։ Նրանք չեն վախենում պաշտպանել իրենց համոզմունքները եւ պատրաստ են պայքարել այն բանի համար, ինչին հավատում են։ Մտքերն արտահայտում են անկեղծ, առանց կեղծավորության։ Նրանք ամեն ինչից վեր են գնահատում ճշմարտությունը եւ չեն կարող հանդուրժել ստերը կամ բաց թողումները։ Նրանց վերաբերմունքը ազնվության նկատմամբ կարելի է բնութագրել որպես անզիջում։ Ցանկացած հարցում նրանք նախընտրում են դառը ճշմարտությունը քաղցր ստից։ Այս դիրքը ստեղծում է մի անհատականություն, որը չի վախենում արտահայտել իր կարծիքը, նույնիսկ եթե դա կարող է վիրավորել ինչ-որ մեկին կամ լուրջ կոնֆլիկտ առաջացնել։ Ընդհանուր առմամբ այս մարդիկ անկեղծորեն հավատում են, որ ճշմարտությունը միշտ կգտնի իր ճանապարհը եւ ի վերջո ավելի շատ օգուտ կբերի, քան վնաս։ Չնայած միշտ ճշմարտությունն ասողի գլուխը ծայք է, այդպես է, չէ։ Չնայած որ մշտապես ճշմարտությունը ասելով մարդը հայտնվում է վատ իրավիճակում։ Նա ձեզ օժտում է հետաքրքիր մտքերով եւ սովորելու ցանկությամբ։ Շատ արագ են մտածում եւ կարողանում են շատ արագ ընկալել նոր գաղափարները։ Նրանց մոտեցումը կրթությանը կարող է որոշ չափով ոչ ավանդական լինել։ Օրինակ, նրանք նախընտրում են սովորել փորձի միջոցով, այլ ոչ թե գրքերից կամ դասախոսություններից։ Ճիշտ նպատակասլացությամբ նրանք կարող են հեշտությամբ դառնալ գիտելիքի ամենաանսպասելի ոլորտներում փորձագետներ։ Նրանք հակված չեն ակադեմիական ռեժիմին եւ կարող են դժվարություններ ունենալ չափազանց ֆորմալ կրթության հետ, նախընտրելով ավելի դինամիկ եւ գործնական ուսուցման մեթոդները։ Այս դիրքով մարդիկ կարծես գրավում են հաջողությունը։ Նրանք ունեն բարենպաստ հանգամանքների յուրահատուկ զգացողություն, արագորեն նկատում են դրանք եւ արդյունավետորեն օգտագործում։ Նրանց բախտը ամենից հաճախ դրսևորվում է անսպասելի իրավիճակներում, որոնք պահանջում են արագ որոշումներ եւ համարձակ գործողություններ։ Նրանք հաճախ իրենք են ստեղծում այդ հնարավորությունները, այլ ոչ թե սպասում, որ իրադարձությունները տեղի կունենան։
Հետաքրքիր է, որ հենց իրենց լավատեսության եւ լավագույնի հանդեպ հավատի շնորհիվ է, որ այս մարդիկ հաճախ հայտնվում են ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին։ Այսինքն դուք։ Նրանց ոգևորությունն ու խարիզման գրավում են օգտակար կապեր եւ բացում դռներ, որոնք փակ են մնում ուրիշների առջև։ Խոյի համաստեղությունում Յուպիտեր ունեցող մարդիկ օժտված են բնատուր առաջնորդական որակներով, ինչը հաճախ նրանց հանգեցնում է բարձր սոցիալական կարգավիճակի եւ ճանաչման։ Նրանք չեն վախենում հանրության ուշադրության կենտրոնում լինելուց, կարողանում են պատասխանատվություն կրել եւ իրենց ոգևորությամբ ոգեշնչել ուրիշներին։ Մասնագիտական ոլորտում այդ դիրքն ունեցողները նույնպես կարող են զգալի բարձունքների հասնել, հատկապես նախաձեռնողականություն եւ նորարարություն պահանջող ոլորտներում։ Նրանք կարող են դառնալ հաջողակ ձեռնարկատերեր, քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ կամ առաջնորդներ իրենց մասնագիտական ոլորտում։ Այնուամենայնիվ նրանց ճանաչման ճանապարհը կարող է դժվար լինել։ Իմպուլսիվությունը եւ ռիսկի դիմելու հակումը կարող են հանգեցնել լուրջ հակամարտությունների։ Սիրում են ուսումնասիրել աշխարհի բոլոր բարիքները։ Այս մարդիկ յուրաքանչյուր ճանապարհորդություն ընկալում են որպես մարտահրավեր եւ հետաքրքիր արկած։ Նրանք երբեք չեն վախենում անհայտ վայրեր մտնելուց եւ ոգևորությամբ են խորանում նոր մշակույթների եւ ավանդույթների ուսումնասիրության մեջ։ Նրանց մոտեցումը ճանապարհորդությանը հաճախ ինքնաբուխ է եւ իմպուլսիվ։ Օրինակ նրանք կարող են հավաքել իրենց իրերը եւ մեկնել ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, հետևելով հանկարծակի իմպուլսին։ Նախընտրում են ակտիվ հանգիստը, վայելում են էքստրեմալ սպորտաձևերը եւ չեն վախենում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ճանապարհորդելիս։ Աչքի են ընկնում բացառիկ առատաձեռնությամբ եւ մեծահոգությամբ։ Այս հատկանիշները դրսևորվում են ոչ միայն նյութական, այլև հուզական եւ հոգեվոր առումով։ Նրանք պատրաստ են կիսվել իրենց ողջ ունեցվածքով, լինի դա գումար, ժամանակ, գիտելիք, թե ինչ որ մի բան, կարիքավորների հետ։ Նման մարդիկ սովոր են միշտ ներել եւ երկրորդ հնարավորություններ առաջարկել, հավատալով մարդկանց մեջ լավագույնին։ Հնարավոր է հենց այս հատկանիշն է նրանց դարձնում հրաշալի ընկերներ եւ խորհրդատուներ, որոնք կարող են աջակցել ուրիշներին դժվարին ժամանակներում։ Նրանք անկեղծորեն հավատում են, որ տալով մարդը շատ ավելին է ստանում, եւ իրենց օրինակով նրանք ոգեշնչում են ուրիշներին բարի գործերի համար եւ փոխօգնության։ Այնուամենայնիվ, նրանց առատաձեռնությունը երբեմն կարող է սահմանակից լինել շռայլությանը, իսկ մեծահոգությունը մեծամտությանը։ Խորհուրդ ձեզ։ Այս դիրքը ծառայում է որպես անձնական զարգացման կատալիզատոր։ Յուպիտերի այս դիրքին հասնելու համար պետք է առավելագույն էներգիան կենտրոնացնել ինքնազարգացման, հորիզոնների ընդլայնման եւ նպատակներին հասնելու վրա։ Նույնքան կարևոր է գործել մտածված, պահպանելով ոգևորությունն ու լավատեսությունը։ Աստիճանաբար ձևավորեք ձեր սեփական աշխարհայացը, հիմնվելով աշխարհի եւ ինքներդ ձեզ ակտիվ ուսումնասիրության վրա։ Մի վախեցեք պաշտպանել ձեր համոզմունքները, կարծիքները, բայց բաց եղեք նոր գաղափարների համար։ Ձգտեք գիտելիքների, մշտապես ընդլայնեք ձեր հորիզոնները եւ բարելավեք ձեր կրթությունը։ Փնտրեք ուսուցման ոչ ստանդարտ մոտեցում եւ փորձարկեք տարբեր մեթոդներ։ Ձգտեք ճանաչման, ձգտեք բարձր սոցիալական կարգավիճակի հասնել անձնական արժանինքների եւ նվաճումների միջոցով։ Մի վախեցեք պատասխանատվություն ստանձնել եւ ցուցադրել առաջնորդական որակներ։ Զարգացրեք հրապարակային ելույթների հմտությունները, սովորեք ոգեշնչել եւ առաջնորդել ուրիշներին, մասնակցեք համայնքային գործունեությանը եւ զբաղվեք բարեգործական աշխատանքով։ Եղեք առատաձեռն, զարգացրեք մեծահոգության եւ առատաձեռնության հատկանիշները, առատաձեռնորեն կիսվելով ձեր գիտելիքներով, փորձով եւ ռեսուրսներով ուրիշների հետ։ Օգնեք ուրիշներին հասնել իրենց նպատակներին առանց որևէ բան ակնկալելու։ Սովորեք ուրախանալ ուրիշների հաջողություններով, կարծես դրանք ձերը լինեն։
Բայց մի մոռացեք հավասարակշռության մասին, չափազանց առատությունը կարող է հանգեցնել ուրիշների կողմից մանիպուլյացիայի։ Միշտ ասեք ճշմարտությունը, նույնիսկ եթե այն կարող է անհարմար կամ անբարենպաստ լինել։ Խուսափեք բամբասանքներից։ Անկեղծ եղեք ինքներդ ձեզ և ուրիշների հետ, ձեր զգացմունքների, մտքերի և մտադրությունների վերաբերյալ։ Հիշեք, որ ճշմարտությունը հզոր ուժ է, որը կօգնի ձեզ արժանանալ ուրիշների վստահությանն ու հարգանքին։ Բաց մի թողեք հնարավորությունները, բաց եղեք նոր հեռանկարների և բարենպաստ հնարավորությունների համար։ Ավելի շատ վստահեք ձեր ինտուիցիային, մի վախեցեք ռիսկի դիմել, այլ գործեք մտածված։ Սովորեք օգտվել նույնիսկ անբարենպաստ իրավիճակներից, գտնելով դրանց մեջ թաքնված հնարավորություններ։ Հիշեք, որ բախտը նպաստում է քաջերին և պատրաստվածներին։ Ուսումնասիրեք աշխարհը, որքան հնարավոր է շատ ճամփորդեք, բացահայտեք նոր երկրներ և մշակույթներ, սովորեք օտար լեզուներ և ծանոթացեք տարբեր ժողովուրդների սովորույթներին։ Իսկ հիմա եթե կին եք, Խոյի համաստեղությունում գտնվող Յուպիտեր ունեցող կինը օժտված է շատ կենսունակ, բառացիորեն կրակոտ խառնվածքով։ Նա միշտ լի է ոգևորությամբ, ինքնավստահությամբ և կյանքի նկատմամբ վստահ հայացքով։ Ասեք, որ մեր շրջապատով շատ կան նման կանայք, ովքեր իրանց եռանդով նաև քեզ են այդպես ոգևորում։ Նման լավատեսությունը խիստ վարայքիչ է, և նրա էներգիան շրջապատի մարդկանց համար իսկապես անսպառ է թվում։ Նման կինը չի վախենում մարտահրավերներից և միշտ պատրաստ է նոր ջանքերի, իր օրինակով ապացուցելով, որ բավարար համառությամբ և եռանդով յուրաքանչյուրը կարող է ամեն ինչի հասնել։ Նույնիսկ ամենադժվարին իրավիճակներում նա գտնում է ուրախության պատճառներ և երբեք չի կորցնում լավագույնի հույսը։ Նման անկեղծ ոգևորությունը կարող է կրակ վառել ուրիշների սրտերում, ոգեշնչելով մեծ նվաճումների։ Այս դիրքն ունեցող կինն անընդհատ ձգտում է նոր գիտելիքների և փորձի։ Նա ագահորեն կլանում է տեղեկատվությունը, հատկապես եթե ինչ-որ կերպ կապված է իր հետաքրքրությունների հետ։ Նրա համար ինքնակրթությունը պարտականություն չէ, այլ հետաքրքիր արկած։ Նա սիրում է կիսվել ձեռք բերած գիտելիքներով, հաճախ դառնալով ոչ պաշտոնական ուսուցիչ շրջապատի համար։ Այս կնոջ առատաձեռնությունը սահմաններ չունի, նա պատրաստ է կիսվել իր ունեցած ամեն ինչով, լինի դա նյութական բարիքներ, թե հոգևոր ջերմություն։ Ինձ թվում է դուք այն կանանցից եք, ովքեր որ մեկ թխվածք էլ ունենան, այդպես անպայման հյուրասիրում են իրենց հարևանին։ Նա չի սպասում երախտագիտություն, վայելում է ուրիշներին տալու և օգնելու հենց այդ գործընթացը։ Այս կինը սովոր չէ կուրորեն հետևել ընդունված նորմերին։ Նա խնդրում է սեփական կարծիքը ձևավորել անձնական փորձի հիման վրա։ Չնայած նա հարգում է ուրիշների տեսակետները, բայց նա թույլ չի տալիս, որ ուրիշների համոզմունքները պարտադրեն իրեն։ Առօրյան և միապաղողությունը նրա համար չեն։ Նրանք սիրում են ճամփորդել և բացահայտել անհայտ վայրեր ու մշակույթներ։ Իսկ եթե տղամարդ եք, Խոյի համաստեղությունում գտնվող Յուպիտերը աչքի է ընկնում իրենց արտահայտված առաջնորդական հատկանիշներով և անսասան առաջամարտիկ ոգով։ Նրանք ոգևորված են, ինքնավստահ, ցանկացած հանգամանքներում և միշտ պատրաստ են նոր մարտահրավերների։ Լավատես են, որն էլ օգնում է իրենց հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Նրանք սովորաբար չեն վախենում ռիսկի դիմել։ Այս մարդը օժտված է հզոր, բնական խարիզմայով, որը բառացիորեն մարդկանց դեպի իրեն է ձգում։ Նա հեշտությամբ ստանձնում է առաջնորդի դերը ցանկացած իրավիճակում, ոգեշնչելով և ուղղորդելով ուրիշներին դեպի ընդհանուր նպատակը։ Նրա ոգևորությունը ևս վարայքիչ է, իսկ հաջողության հանդեպ նրա վստահությունը օգնում է միավորել մեծ թիմ։ Ճշմարտությունն ամեն ինչից վեր է գնահատում և չի վախենում իր միտքն արտահայտել։ Այս մարդը նախընտրում է բաց հաղորդակցությունը և նույնիսկ սպասում է նման այդպես բաց հաղորդակցություն շփում ուրիշներից։ Նա չի հանդուրժում ստերը կամ կեղծավորությունը որևէ ձևով։ Այս մարդը սովոր է լուրջ նպատակներ դնել և հավատում է դրանց հասնելու իր կարողությանը։
Այս տեսակի մարդիկ միշտ պատրաստ են առաջինը լինել, լինի դա նոր նախագիծ, չուսումնասիրված տարածք, թե նոր գաղափար։ Նրանք չեն վախենում նոր բանի յուրացման հետ կապված մարտահրավերներից, դժվարություններից։ Ընդհակառակը նրանք էներգիա եւ ոգեշնչում են ստանում խոչընդոտների հաղթահարում են այդ խոչընդոտները։ Ուրիշների համար ճանապարհ հարթելով։ Նաև ընդհանուր գլոբալ, ոչ տղամարդկանց, ոչ կանանց, բոլորիդ համար։ Դուք այն մարդկանցից եք, ովքեր չեն սիրում անգործ մնալ։ Դուք անընդհատ փնտրում եք հնարավորություններ արտահայտվելու, զարգանալու եւ ձեր հորիզոնները ընդլայնելու համար։ Դուք կյանքը տեսնում եք որպես հնարավորությունների շարք եւ դրան նայում եք, ոնց որ ընդունում եք համարձակությամբ եւ դրական վերաբերմունքով։ Եվ իրերը տեսնելու այս ձևը թույլ է տալիս ձեզ օգտվել այն հնարավորություններից, որոնք ուրիշները չեն կարող տեսնել։ Եվ այնուամենայնիվ ձեր կյանքի հանդեպ եռանդը եւ քաջությունը ոգեշնչման աղբյուր են ձեր շրջապատի համար, եւ դուք ունեք այն որակները, որոնք անհրաժեշտ են ձեր բոլոր նախագծերը իրականացնելու համար, նույնիսկ ամենահամարձակները։ Այսքանը սիրելիներս, եթե ձեզ հավանում եք, եթե ձեզ դուր է գալիս, ապա գրեք։ Ես կշարունակեմ, սա շարունակական կլինի։ Սա ձեր կյանքն է, որի համար որ դուք պետք է անպայման այցելեք մասնագետի մոտ, որպեսզի հասկանաք Յուպիտերը ձեզ օրինակ ինչ է տալիս։ Այսքանը սիրելիներս, լավ եղեք եւ բաց նոր գիտելիքների համար։